Իմ խնդիրն է, ունեմ 6 բալիկներ, որից մեկը 36 անգամ վիրահատություն է մոտ տարել, եղել է սխալ վիրահատություններ, ունեմ նաև զինվոր, որ պատերազմից խնդիրներ է բավականին, ոչ թոշակառումի անձևավորեն, ոչ մի բան, նպաստը կտրած է, եւ այլ, 6 բալիկների հետ մեկ չեմ կարում Հայկիս ամբողջականի այդ խնդիրները, որտեղ իա օրվա ծախսը բավականին է, աղիքները փորիկից հանած է, ստոմաներ ունի, հետո փսիորաս հիվանդություններ ունի ու շատ բարդ է, որտեղ դիմում եմ, լինում առողջապահության նախարարություն, մարզպետ, ասում անցած տարի ձեզ մի անգամ օգնել ենք, 2 անգամ օգնել ենք, բայց դրանով հարցի լուծում չեմ գտնում, ոչ մի տեղից, բոլոր տեղ փակել է, բանս փարոսը կտրած է, ամեն հարցում դիմում եմ մեր վարչապետին, եթե ինքը իրոք տեղում է, եթե ի ասած 7 տարի չի մնացել նույն դասարանում, ես 12 տարի տառապում եմ նույն ցավով, 12 տարի Հայկս պայքարում է մահի ու կյանքի դեմ, աղիքների անանցելիություն է, այդ ներվի բջիջը մահացած է, ճիշտ է, ես շնորհակալ եմ Արաբկիր կենտրոնից, որ անգամ 6 բալիկներիս հետ ինձ սենյակ էին հատկացնում, որ իմ բալիկներին ես չթողեմ անտեր ու դուս, ես շնորհակալ եմ իրանցից, իրանց այդ բժշկական անձնակազմից, Աստված իրանց շատ օրհնի, վիրահատությունը, ինչը որ իրանց հասանելի է, իրանք անում են, ամեն հնարավորին դրսից բժիշկ են հրավիրում եւ այլ, ես հիվանդանոցից դժգոհություն ոչ մի ձևի չունեմ, ես դժգոհությունը սենա, որ ինքը տեղում չի, ասած 7 տարի մնում է նույն դասանում, դիմում ես հանրությունն էլ է քարկոծում, որպես ինչ է քարկոծում, երբ որ դու մի մայր տառապում ես 6 բալիկների հետ, մեկին կրթության, մեկին մի բան, մենակ եմ պահում, հա, ցավը շատ է, ես չեմ կարողանում իմ հիվանդ երեխու հետ խնամքը, որտեղ դեղատները բավականին պարտքեր է կուտակվել, չի ստացվում, չեմ կարողանում, ինչ էլ աշխատեմ, ես մազին առաջվի բան եմ անում, բայց ինչ էլ աշխատեմ, 6 բալիկ եմ կերակրում, զինվոր ունեմ, որ 5 տարի, 7 տարեկանից երեխես աշխատում էր, բայց 5 տարի տկարացած ընգացա տուն, չի կար, 44 օրյա իմաստը, այո, 44 օրյա, 20 թվին, 16 օրվա ծառայող, դե հլը պարկ եմ տալի, ունեն քույրիկներից երեխեք էլ դվայորնի զոհված, բոլորն են իմը, ես բոլորի համար ցավում եմ, խոնարհվում եմ ամեն զոհվածի ծնողի ոտքի տակ, բայց ես ինքս էլ մայր եմ, որը որ միայնակ 12 տարի հիվանդ երեխու ու Հայկս մահի կյանքի կռիվ է տալի, հետ վիրահատականը, վիրահատությունից հետո ավելի շատ խնամք ու գումար է ծախսում, ես բոլոր դեղատները 400, 500, մի հատ կա, որտեղ դիմում են դուռ են փակում առաջս, բա որտեղ դիմես, որ կարան, ինքնավորման հրաժարվելու, ասում է, որ սուղա մենք չունենք, այդ քո դեղորայքը մենք չունենք, բա ինչի համար, այո, մարզպետարանը, ասում անցած տարի քեզ օգնել ենք 2 անգամ չունենք, Կոտայքի, Հրազդանի, ես Նոր Գեղիից եմ, բնակվում եմ Նոր Գեղի, Լուսինե Ասրյանս, ունեմ 6 բալիկներ, որի տանջվում եմ ահավոր ձևի, շատը դիմում ես, ասում աշխատում եմ, բայց ես կերակրում եմ բոլորին, հագցնում եմ բոլորին, կոմունալ ենք տալի բոլորին, ամեն հարցը, հիգենա ենք պահպանում բոլորին, Հայկի հարցը Գերմանիա պիտի տարվի, ոնց դիմեցի մերժում է, 12-ը, բայց 12 տարի տառապում է, միգուցե այնտեղ կարողանան, թեպետ էլ եմ ասում, ես իմ Արաբկիր բժշկական կազմակերպությունից բոլորից, Արա Բաբլյանից, մինչև այն Սերգո Բաբլյանա, Գիեկյան, Առաքելյանա, Մադոսյանա, Լալազարյանը, բոլոր վիրաբույժներից եմ շնորհակալ, բոլորը ներկա են լինում, անգամ դրսից բժիշկ են հրավիրում, որ ես մի փոքր իմ ցավը մեղմ են, իրանք լավ գիտեն, ոնց եմ տանջվելով բալիկներիս պահում, նախապես ձեզանից եմ շնորհակալ, որ լսելի դարձրիք, Աստված օրհնի, խնդրում եմ, այսինքն ձեր երեխան այս պահին նոր վիրահատության կարիք նորից արեր, նորա 2 անգամ միանգամից մի 10 օրվա մեջ վիրահատվեց, թարախն ու կեղտը հետոսքեր տալի, շլանգներ մեկը, ստոմաներ, աղիքը փորիկից հանած, մեկը շլանգներ հանեցին, այդ բաներ, տամպոնների նման, որ թարախը ներս չտա, նորից հանեցին, նորից, ու դեռ ունի, բայց խնամքը ցավը տամ, եթե մի 10 րոպեյան ճիշտ չկերակրես, ճիշտ խնամքը, օրը 28 հատ բին մարլե ա գնում, այդ 17-18 հազար դրամ է, օրը, մենակ դա,
բա հոգնայի պարագաներն ա, մազիկներն ա, սննդակարգն ա, լավ լիքը բետացին ա եւ այլ ամեն մանրուքները որ հաշվես մոտ 40-ից ավել օրական սուտկան, ցելի սուտկան գնում ա։ Ինչ պիտի աշխատեմ, իատված ես, որ որտել դիմում ես աշխատանքին, ես գին են ասում, որ սկի տրանսպորտի չեմ կարողանում տամ։ Ինքս ողնաշարս գրիժաներ ունեմ 6 հատ, ինքս այո, միայնակ մայր եմ։ Այո, 12 տարի հայք այդ տվյալ հայրը դիմել է հանրությանը, զանգել ա տղայից, ասում ա մերդ խայտարակ ա, որպես ինչ եմ ես խայտարակ չհասկացա, որ քո 6 երեխուդ պահում եմ, որ տառապանքով եմ պահում, որ զինվոր եմ քանի հատ ունեցել, որ երեխեքս են տանջվում, ավակ որդիս հենց հիմա փոքրի խնամում, ես չեմ կարող, որտեվ 3 անգամ ինսուլա ինձ խփել։ Եթե ես մի հատ այդ հոգնան անեմ, տեղում մնում եմ տեղում։ Օգոստոսին էլ աղիքները հետևի թուշիկից տրակեց դուրս եկավ։ Ամենածանր բան աշխարհում չկա դες բան։ Աղիքը հետևի թուշից դուրս գա, տրակի դուրս գա։ Երեխես մահի, կյանքի կռիվա տալի։ Նման հայրն էլ ասում է ծաղրում են։ Ինչ եմ անում, որ ծաղրում են, ինչ որ սայթերում ինձ ցուցադրում եմ կամ ինչ որ ոչ, 12 տարի է ինձ թողելա քիչ չիտենց մեկն էլի ան օգնի, բայց գոնե այդպես չխոսա։ Ցավները տան։ Դիմել եք, փորձել եք վարչապետի հետ օրինակ բավականին թունելության գնալ։ Չի, ով է նախարար։ Գիտես ինչքան նամակներ եմ գրել։ Իմ որդուս մի հատ մեքենա այն նվեր տվել բարեգործական շուտ, որ ինքը տաքսուտա քշի կամ էլ այդ սարի գլխից կարողանա Հայկիստանի բերի, ասում եմ մեքենա ունես, բա դու չես տենում ինձ ձև են տվել այդ մարդիկ, բա որ չլինի այդ երեխան չի կարա տանի բերի սարի գլխին։ Հենց վարչապետը, չգիտեմ, դեյան եմ, գրել եմ անձամբ եմ դիմում։ Բազմից դիմումի պատասխանի այո, բայց պիտի նայի, չէ, հանրության, որ կամ մի հատ կազմակերպություն չունի, որ ասես ինչ ընտանիքին վերջը։ Ավակ որդիս այդ վիճակին երեխես 4 անգամ Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարություն փորձել։ Բազմիցս մի շարք նամակներ ունեմ, որը ասում է, գիտեք ինչ կա, սենց մեր վարչապետի հրամանովեսի, սենց չգիտեմ ինչեր են դուրս տալի ու տենց ուղարկում։ Ընդհանրապես խղճահարություն չէ, բայց ես 17-16 թվերին որ դիմել եմ, անգամ իմ ատամնաշարը լրիվ ամբողջական փչացած էր, Աստված օրհնի։ 3 օր հետո առողջապահության նախարարություն զանգել են, բա դու այդ մայրն ես, խոնարհվում են քո առաջ, 5 հատ զինվոր ես մեր համար բերել ապագա։ Ու ես մենակ մտածել եմ ոնց իմ հայկին խնամեմ։ Պատգամավորները գալիս էին տեսակցության։ Աստված գիտի, ես Հիսուսից առաջ ինչ խոսում եմ, Տիրոջս առաջ եմ խոսում։ Ինչ խոսում եմ։ Տարիներ առաջ ես չեմ իմացել, 12 տարի եմ երեխան սենց։ Չեմ կարա առանց հանրության դիմելու, ես չեմ կարացել, ցավը տամ 6-ի հետ։ Մեն ժամանակ էլ ավելի փոքրիկ են եղել, ծանրությունը ավելի բարդությունները բարդության հետևից ա եղել։ Անտուն, անբան։ Հիմա մայրիկինց հետ եմ կիսատ տվելա մնում եմ։ Վարձով քուչեքը, բայց այն տարիներին ես այս բան չեմ տեսել։ Չգիտեմ նախքին ներկային անում, ինձ եթե չի հետաքրքրում, ինչը որ փաստն է ես տեսել եմ դա եմ ասում, ինչը որ ես իմ կյանքում, բայց ես այս 7 տարիների ընթացքում թող ասի, որ մի բանով աջակցել է։ Ես հիմա հանրության դիմում եմ, եթե ինչ-որ բան կա, թող դատական բանով նստեմ ես։ Հա, վիրահատությունն են անվճար անում, դրսից ներսում կամ բոլոր հետազոտություններ, կամ որ ես վճարովի անալիզներ եմ տալիս, բայց հետ վիրահատականը շատ խնդիր է։ Այսինքն անհրաժեշտություն կա երեխային Գերմանիա տալ։ Չգիտեմ, դե որ ես եմ որպես մայր ցանկանում, բայց հիվանդանոցը ամեն հնարավոր, բայց 12 տարի է։ Ոնց որ 3 փուլից սկսում ենք, նորից մի 2 տարի հետո այդ 3 փուլը զրոյ առնում է, նորից ու տեն շարունակվում է։ Բայց անհրաժեշտություն աստեղ ոնց պահեմ։ Թողեմ ձեռիցս գնաց հավտամ, ինքը ամեն ինչի հիգիենայից բռնացրած յան ամեն ինչն է ճիշտ պետք խնամի։